Շանթեու եթերը շարունակում է տեսանկյուն հաղորդաշարը, թեման թիմ կառավարման խնդիրներն են, այս համատեքստում քննարկում ենք Գյումրիի թեման, թե ինչքանով է արդյունավետ քաղաքային իշխանությունների աշխատանքը, Գյումրիի ավագանուն կարևոր մասնակցությունը բազմաթիվ խնդիրների քննարկմանը, համաձայնություններ կամ հակառակը քաղաքային իշխանության եւ ավագանու խմբակցությունների միջև։ Եվ այսպես տեսանկյան հյուրն է Գյումրիի ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը։ Բարի երեկո ձեզ։ Բարի երեկո, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ, որ չմերժեցիք մեր հրավերը։ Քնարիկ շուտով 1 տարին կլրանա, որ Գյումրիի կառավարման պատասխանատվություն նկատի ունեմ նաև պաշտոններով հանդերձ ստանձնել է 1 ուժ եւ բայց այդ 1 ուժը կես տարի է քաղաքը կառավարում է առանց քաղաքապետի։ Քաղաքական հարցերը դիրքորոշումները ինչպես կամ ինչու են խանգարում քաղաքային տնտեսությունում եղած լիքը խնդիրների լուծմանը։ Ճիշտն ասած, ես այդքան էլ համաձայն չեմ, որ 1 ուժ է կառավարում, իրականում մնացած ուժերը, որոնք իրենց քվեարկության արդյունքում Վարդան Ղուկասյանին դարձրել են քաղաքապետ, իրենք եւս, եթե ոչ ուղիղ, ապա անուղղակի կերպով պատասխանատվություն են կրում քաղաքի կառավարման եւ քաղաքի հետ կապված հարցերի մասով, որովհետեւ իրենք այդպես են ցանկացել, իրենց քվեարկությունը հասցեագրված է եղել եւ իրենք հիմա որոշակի պատասխանատվություն ստանձնում են տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, իսկ ինչ վերաբերում է ինչու քաղաքի կառավարումը չի ստացվում, կարող ենք արձանագրել, որ այո չի ստացվում, որովհետև ես կդժվարանամ հիշել, թե վերջին 1 տարվա ընթացքում օրինակ Գյումրիում ինչ էական փոփոխություններ են տեղի ունեցել, ցավոք սրտի վիճակագրությունը շատ տխուր է այս առումով եւ ես կարող եմ արձանագրել, որ իսկապես կառավարման ճգնաժամ ունենք։ Մի քիչ չափազանցված չի կառավարման ճգնաժամ, ինչու եմ ասում, որովհետև ավագանու նիստերը կայանում են, որոշումներն ընդունվում են, բոլոր խմբակցությունները պարտաճանաչ մասնակցում են ավագանու նիստերին, այստեղ որտեղ է ճգնաժամը։ Գուցե դժգոհելու տեղ կա, գուցե թերացումներ ունի կառավարման օղակը, բայց մի քիչ չափազանցված չի ասել ճգնաժամ։ Տեսեք, որոշումներ ընդունվում են, բայց շատ որոշումներ մնում են թղթի վրա, եւ եթե որոշումները չեն իրականացվում, ես համարում եմ, որ այո, կա կառավարման ճգնաժամ։ Միայն ավագանու նիստ գումարելը, քվորում ապահովելը դեռ չի նշանակում, որ քաղաքում էական ինչ-որ փոփոխություն է տեղի ունենում։ Պիտի մարդիկ գետնի վրա որոշակի աշխատանք տեսնեն, բայց մենք այսօր ունենք շատ լուրջ օրհասական խնդիրներ, որոնք անհանգստացնում են յուրաքանչյուր գյումրեցու եւ այդ խնդիրները ամեն դեպքում մոտ ապագայում ես գոնե դրանց լուծումը չեմ տեսնում եւ չեմ պատկերացնում այս քաղաքային իշխանության պարագայում։ Կարող եմ բերել փողոցների խնդիրը, որը անհանգստացնում է գրեթե բոլոր գյումրեցիներին, կարող եմ բերել շների խնդիրը, որը երևի այդպիսի օր չկա, որ ես իմ Facebook-յան էջը չբացեմ ու ինձ մի քանի քաղաքացի այդ մասով որևէ հարցադրում չանեն, ի վերջո ինչ է լինելու, մարդիկ իրենց երեխաների նկարներն են ուղարկում, որտեղ շան հետքերը կան, մարդիկ չեն կարողանում իրենց երեխաներին դպրոց մանկապարտեզ ճանապարհել, հիմա կառավարման ճգնաժամ կա, թե չկա։ Նույն փողոցների խնդիրը կա Երևանում, շների խնդիրը կա, դրան ավելացնեմ աղբավայրի այրման խնդիրը կա Երևանում, բայց որևէ մեկը չի ասում, որ Երևանում կառավարման ճգնաժամ է։ Տեսեք, շների խնդիր Երևանում ընդհանրապես չկա, որովհետև Երևանում կա կենթանիների խնամքի կենտրոն, որտեղ շատ գրագետ ձևով շների խնդիրը կարգավորում են եւ եթե հիշում եք, երբ պարոն Մինասյանն էր Գյումրիի ժամանակավոր պաշտոնակատարը, հենց Երևանի մեր գործընկերները եկան եւ օգնեցին մեզ եւ մենք ապաստարան, այսպես փոքրիկ լաբորատորիա ապաստարան կառուցեցինք շների համար, որը բայց ինչու՞ շարունակվեց այդ ծրագիրը։ Չշարունակվեց ծրագիրը, որովհետև մենք քաղաքային իշխանություն չունեցանք եւ բնականաբար քաղաքային ներկայիս իշխանությունը պիտի շարունակի շների ծրագիրը կյանքի կոչել, իդեպ կանդրադառնամ դրան, որովհետև այդ ընթացքում, երբ Երևանի մեր գործընկերները եկան եւ մեզ օգնեցին այդ ապաստանը կառուցել, մենք արդեն գիտեինք, որ մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում հաղթել է շների ապաստարան կառուցելու նախագիծը եւ կառավարությունը 85 միլիոն մոտ գումար էր հատկացրել, որպեսզի մենք շարունակեինք այդ ծրագիրը եւ երբ
հեղինակները այդ նախագիծը ներկայացրեցին, մենք էլ մեր մասով բավականին շատ այսպես իրազեկման աշխատանքներ իրականացրեցինք հանրության շրջանում, որ քաղաքացիները հենց այդ ծրագրի օգտին քվեարկեն, որպեսզի մենք այս շների ապաստանի կառուցման հարցը բերենք եւ իր տրամաբանական ավարտին հասցնենք, բայց ներկայիս քաղաքային իշխանությունները, ինչպես տեսանք, չկարողացան այդ ծրագիրը կյանքի կոչել եւ ես շատ ցավում եմ, որ այդ 85 միլիոն դրամը տեղ չհասավ եւ հիմա շների հարցը այդպես էլ մնաց չլուծված։ Քաղաքային իշխանությունը, այսինքն ներկայում քաղաքապետի տեղակալ, ով նաև պարտականություններն է կատարում քաղաքապետի, մեջբերեմ, որ ասում են, որ խնդիրը կապված չէ իրանց հետ, որովհետև նաև զրուցել են այդ ժամանակ 5 անգամ մրցույթ է հայտարարվել, հասկանալ է մասնակցային բյուջետավորման մասին է խոսքը, հորդորել են մասնակցել մրցույթին, այստեղ ոչ թե իրենց է ուղղված այդ անվստահությունը, այլ վստահություն չունեն կառավարության հանդեպ, ինչու, որովհետև գումարի ավելի մեծ մասը տալիս էր պետությունը, այսինքն վստահություն չունեն այդ շինարները, որ գուցե այդ գումարները ժամանակին կհասնեն տեղ։ Ինձ այս դիտարկումը առնվազն ծիծաղելի է թվում, հիմա բացատրեմ, թե ինչու։ Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր համայնքներում շատ մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում, զարգանում են ենթակառուցվածքներ, ճանապարհաշինարարություն է տեղի ունենում, չգիտեմ, այգիներ են կառուցվում, պուրակներ են կառուցվում, ես չեմ հիշում մեկ դեպք, որ կառավարության նկատմամբ որևէ շինարար անվստահություն դրսևորի եւ չմասնակցի որևէ ծրագրի։ Ես կարող եմ նաեւ Գյումրու օրինակը բերել, մինչ այդ, եթե դուք նաև որպես ԶԼՄ ներկայացուցիչ ինձնից ավելի լավ իրազեկված կլինեք, հիշում եք մեկ դեպք, որ Գյումրիում կառավարությունը որոշի որևէ շինարարական ծրագիր իրականացնել եւ օրինակ շահող ընկերություն չհայտնվի կամ շինարար չհայտնվի։ Իսկ միգուցե իրենք լավ չեն զրուցել շինարարի հետ։ Իսկ միգուցե իրենց չեն վստահում, այդ ինչպես է ստացվում, որ բոլոր տեղերում բուռն շինարարություն է ընթանում, շինարարները պատրաստական են գալու որոշակի աշխատանքների մեջ ներգրավելու, տենդերների մասնակցելու, շահելու, հենց հերթը հասավ Գյումրուն, հերթը հասավ իրենց, շինարարը հրաժարվեց, չի լինում այդպես ուղղակի։ Եվ որոշեց, որ այս պահից սկսած կառավարության այլևս չի վստահելու, էլի եմ ասում, առնվազն ծիծաղելի է այս բնորոշումը։ Ընդհանուր առմամբ ավագանու նիստերին հետևելիս ավելի շատ այդ ավագանու նիստերում տեսնում ես էմոցիա եւ շարունակ բանավիճումների առերեսումները տանում են նրան, որ հասարակ քաղաքային խնդիրները, ապա քաղաքական խնդիրները քաղաքականացվում են։ Ինչու է այդպես։ Չեն քաղաքականացում։ Գուցե նրանից է, որ ինչպես մյուս ավագանու մանդատ ունեցող մյուս քաղաքական ուժերն են պնդում, իրենց մոտեցումն է շեշտեն, թե իշխանությունը չի հաշտվում այն իրողությանը, որ Գյումրիի ընտրությունների արդյունքներով ձեր կուսակցությունը չի ստանձնել քաղաքի կառավարումը եւ արգել կառուցող ուժը փորձում է կառավարման ճգնաժամում մեղադրել։ Իշխանությունը չի հաշտվում միայն մի բանի հետ, որ Գյումրիում որոշակի տեղաշարժ չկա, որ Գյումրիում որևէ աշխատանք չի իրականացվում, այ դրա հետ այո մենք հաշտ չենք։ Ես չեմ կարող հաշտ լինել դրա հետ։ Քանի անգամ կարելի է շների թեմայի մասին խոսել, քանի անգամ։ Մեկ անգամ, 2-3, քանի հատ գրություն կարելի է գրել ուղարկել, օրինակ, քանի հատ օրհասական հարցեր, որոնք բարձրացնում են մեր քաղաքացիները, կարելի է այդ մասով գրություններ գրել ուղարկել ու դրանք որևէ ձև չարձագանքվեն, որևէ պատասխանի չարժանանան, որովհետև այսպես խոսակցություններ են նաև գալիս հասնում, որ եթե օրինակ գրությունը ՔՊ-ից է եկել, ուրեմն այդ քաղաքացուն պետք չէ օգնել։ Այսինքն ինչպիսին պիտի լինի օրինակ իմ մոտեցումը որպես ավականու անդամ։ Այո, երբեմն մեր ավականու նիստերը շատ էմոցիոնալ են եւ ես նաեւ ուրախ եմ դրա համար, որովհետեւ այդ բանավեճերի արդյունքում է, որ մենք միգուցե հնարավորություն ունենանք որոշակի այսպես դրական տեղաշարժի հասնել, որովհետև ուղղակի այսպես լռել, նստել եւ ձեռք բարձրացնել, ես դեմ եմ այդպիսի ավականու ինստիտուտին, ես շատ սիրում եմ իմ աշխատանքը եւ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ավականու անդամ պիտի նաեւ շատ ակտիվ լինի ու նաեւ էմոցիոնալ, որովհետև հանրային գործունեությամբ զբաղվող մարդը չի կարող նեյտրալ լինել։ Ամեն դեպքում նախորդ ավագանիում գումարման եւս եղել է քնարիք առավել եւս 5 քաղաքական ուժերի ներգրավումը ավագանու ինստիտուտի գործունեության մեջ արդյոք արդյունավետություն չի բերել։ Միթե
այդպես էլ չենք ընկալում, թե որն է Ավագանու ինստիտուտի դերը, քանի որ Ավագանին որոշում է կառավարիչը իրականացնում այդ որոշումները։ Համաձայն եմ ձեզ հետ, սա այն պարագայում, եթե ավականին մեծամասնություն է, այսինքն հիմա մեր պարագայում ճիշտ է, մենք 14 ավականով ենք ներկայացված, բայց մենք մեծամասնություն չենք, որովհետև մնացած ուժերը իրար հետ միասին մեզանից ավելի շատ ձայն ունեն եւ հետեւաբար ցանկացած որոշում, եթե իրենք ուզում են ընդունել կամ չընդունել, իրենք կարող են բավարար չափով ձայներ ապահովել եւ կարող են իրենց ցանկացած նախագիծ անցկացնել կամ չանցկացնել։ Իսկ ինչ վերաբերում է Ավականու ինստիտուտին, ասեմ, որ նախորդ գումարման ավականին էլ պակաս էմոցիոնալ եւ պակաս այսպես արդյունավետ չէր, որովհետեւ մենք էլ էլի շատ լուրջ բանավեճեր ենք ունեցել նախորդ գումարման ժամանակ էլ ու ես շատ ուրախ եմ, որ մենք իսկապես կարողացել ենք դեռ այն ժամանակ Ավականու ինստիտուտ կայացնել ու վերջապես սովորեցնել նաև լսարանին, մարդկանց, որ ավականին միայն ձեռք բարձրացնելու համար չէ, ավականին այնտեղ է, որպեսզի հարցեր բարձրացնի, բանավիճի, կռիվ տա, կարողանա, չգիտեմ, ինչ-որ հարցեր կարգավորել, դա նորմալ է, բնական է։ Տեսեք, տեղական բյուջեի հավաքագրում 95.2% կատարվել է։ Այսինքն քաղաքապետը բարձր նշաձող դրել է եւ հավաքագրվել է։ Սա ըստ էության հիմա խոսում է կառավարիչների անկարողության մասին կամ ցախողման մասին։ Շատ լավ, այդ թիվը հավաքվել է եւ եթե ցախողում է ձեր ուժը, ինչով կարող է շտկել, ինչ այլընտրանք կարող է առաջարկել։ Կարող է հավաքվել, բայց եթե այդ գումարը նպատակային չի ծախսվում, ասենք թե այնտեղ շատ գումար կա, հետո եթե դրանից որպես գյումրեցի իմ եւ ձեր բարեկեցությունը չի լավարկվում, ինչ էական է, օրինակ բյուջեում շատ փող կա, թե քիչ փող կա։ Ես ձեզ ավելին ասեմ, նախորդ տարի մենք 2 միլիարդ ազատ միջոցներ ենք ունեցել եւ այդ գումարը չի ծախսվել։ Այդ գումարը այ լավ կառավարումը գիտեք որն է, որ այդ գումարը ըստ էության եւ նպատակային ծախսվեր։ Որ այսօր մի հատ մեկ փողոց օրինակ ավել ասֆալտապատ կամ խճապատ լիներ, գոնե շների հարցը լուծվեր, աղբահանությունը ավելի լավ իրականացվեր, հանրային տրանսպորտը ոչ թե մինչև ժամը 8-ը աշխատեր, այլ ժամը 22-ը կամ միգուցե ժամը 24-ը։ Այսը կլիներ լավ կառավարում, թե չէ այս թվերը ոչինչի մասին թվեր են, ուղղակի այսպես պատկեր, բայց պատկերը ամբողջական կլիներ, եթե մենք ձեզ հետ միասին գործ տեսնեինք արված։ Ներողություն եմ խնդրում, բայց այս թվերը ինձ բացարձակ չեն հետաքրքրում եւ ոչինչ չեն ասում։ Ես ուզում եմ գործ տեսնել, գետնի վրա գործ, որը կարող եմ մատնանշել եւ ցույց տալ եւ իմ որպես քաղաքացի կյանքը դրանից ավելի լավը կդառնա։ Իսկ սա ընդհանրապես թղթի վրա գրված թիվ է, շատ լավ։ Նախորդ Ավագանու նիստը նորից հիշեմ, չեմ կարծում, որ որոշակի խնդիրների նկատմամբ մյուս քաղաքական ուժերը, խմբակցությունները, Ավագանիում ներգրաված ունեն հանդուրժողականություն, որ լավ չի լինում, իբրև թե աչք ենք փակում։ Չեմ կարծում, որ այդպիսին է, օրինակը փողոցներն են, բայց այն խնդիրները, որոնք կան ու ընթացք չեն ստանում, ինչ կարող եք անել դուք քաղաքական ուժերդ եւ առաջարկեք այլընտրանք, որ արդյունավետ լինի այդ աշխատանքը։ Այսինքն ուզում եմ հասկանալ այդ հաղորդակցումը միմյանց մեջ, կա թե չկա, մի անգամ մի առիթով քննարկման բանավեճի ժամանակ դուք նաև դա նշել եք, որ այդ հաղորդակցումը պակասում է։ Այո, իրականում կա այդպիսի իրողություն, որ հաղորդակցությունը պակասում է, բայց շատ լուրջ արժեքային նաև տարբերություն կա, որը խանգարում է, որպեսզի այդ հաղորդակցումը իրականանա։ Մենք իրականում բաց ենք, պատրաստ ենք, որովհետև այսօր կառավարությունը Գյումրիում մի շարք ծրագրեր է իրականացնում եւ մենք անկախ նրանից, թե քաղաքային իշխանությունները ովքեր են ներկայացնում, կառավարությունը իր աշխատանքը եւ իր գործը անում է, մենք էլ իրազեկում ենք մարդկանց, իսկ հաղորդակցության մասով կարծում եմ մենք խնդիր չենք ստեղծել, որովհետև հենց նույն քաղաքային իշխանություններ, եթե հիշում եք, ուզում կառավարությանը դատի տար։ Հետևաբար եւ նույն իրենք էին Ավականու մեր անդամների վրա փորձում կոմպրոմատներ հավաքել, որ հետո իբր թե մեզ լռեցնեին։ Ասենք ինչպես է պատկերացնում այդ մարդկանց հետ հաղորդակցումը։ Ես չեմ պատկերացնում։
դատի տալը մի կողմ, բայց այսպիսի հարց էր առաջ քաշում պարոն Առաքելյանը մեզ հետ հանդիպման ժամանակ շատ ու շատ ծրագրեր չեն ընդունվում, նախարարությունում, գերատեսչությունում պտտվում են, վերադառնում եւ սա խանգարում է ներդրումներին։ Խնդրում եմ, որպեսզի դուք հարցնեիք, թե կոնկրետ որ ծրագրի մասին է խոսքը, չի կարելի ուղղակի գալ եւ մերկապարանոց արտահայտություններ կամ հայտարարություններ անել։ Օրինակ, որ ծրագիրը թող կոնկրետ ասել գույքը, համայնքապատկան գույքը, օրինակ քաղաքին հանձնելու եւ այդ համայնքապատկան գույքը ինչ որ մի հատ ծրագրի, ինչ որ մի հատ քաղաքաշինական նշանակության ծառայեցնելու։ Տեսեք, նախկինում դուք եք տեղյակ, որ հիմա 24 համայնքային գույք կա, որը դատարանում այս պահին դատական գործեր կան հարուցված, որովհետև դրանք անօրինական եւ զարտուղի ճանապարհով անցել են նախկին երկու քաղաքապետի ընտանիքներին, իսկ մենք ապահովագրված ենք, որ հաջորդ գույքը, որը օրինակ կդառնա համայնքապատկան, ելի այդ ճակատագրին չի արժանանա։ Ես օրինակ ողջամիտ կասկած ունեմ, որ հնարավոր է, որ արժանանա, որովհետև մենք շատ վատ փորձ ունենք։ Բայց իհարկե ես կոնկրետ ծանոթ չեմ տվյալ խնդրին, միգուցե այնտեղ իրավական որոշակի հարցեր կան, կարգավորումներ կան, ես ավելի շատ հարցի քաղաքական մասն եմ փորձում բացատրել, իսկ թղթային հարցերը, չգիտեմ կոնկրետ ինչի մասին է խոսքը, միգուցե պիտի նայել, ուսումնասիրել, հասկանալ, միգուցե իսկապես խնդիր կա։ Եղել են ձեր խմբակցության կողմից հեղինակած նախագծեր, որոնք ընդգրկվել են ավագանի, ընդունվել են կամ մերժվել են, կամ դուրս են մնացել ավագանու օրակարգից։ Կարող եք գոնե 3-ը նշել, ինչպես դուք եք, պարոն Առաքելյան ասում, 3 ծրագիր նշեք, որոնք ամբողջությամբ ավարտել եք։ Մենք երբ որ տարեկան աշխատանքային պլաններ կազմվում, նաև Գյումրու հնգամյա զարգացման ծրագիրը, մենք այսպես բավականին երկար առաջարկների փաթեթ ենք ներկայացրել, մեկ եւ ավելի էջից բաղկացած ամենատարբեր ծրագիր, այսինքն հիմնականում մեր նախընտրական ծրագրի մեջ ներառված դրույթներն էին, որը մենք եթե գայինք եւ քաղաքային իշխանության մաս կազմենք, բնականաբար դրանք կիրականացնենք, հիմնականում այդ ծրագրերն են եղել, բայց իրենք այդպես էլ չեն ընդունվել եւ հնգամյա զարգացման ծրագրի մեջ տեղ չեն գտել, բայց ամենա այսպես երևի ազդեցիկ ծրագրերից մեկը կլիներ, որ մենք շների ապաստանի հարցը կլուծեինք պարտադիր, այսինքն մենք վստահաբար չէինք թողնի, որ 85 միլիոն դրամը հետ գնար, դա ըստ նշանակության կօգտագործեինք։ Մյուսը մեր առաջարկներից մեկը վերաբերում էր անվճար մանկապարտեզներ ունենալուն, որը կարծում եմ շատ տեղին ու սպասված կլիներ գյումրեցիների համար, որովհետև այսօր շատ ծնողներ չեն կարողանում ավելի նաև ֆինանսական որոշակի բարդություններից ելնելով իրենց երեխաներին տանել այսինքն տանել մանկապարտեզ եւ սա հնարավորություն կտար, որպեսզի բոլոր խոցելի խմբերի շահառուները նաև նախադպրոցական կրթությունից օգտվելու հնարավորություն ունենային, բայց այս համատեքստում ուզում եմ ասել, որ կառավարությունը ծրագիր է իրականացրել եւ արդեն մարտի 2-ից Գյումրու 2 մանկապարտեզներում ժպիտ եւ Հուսո Արագաստ գործում են վաղ տարիքի խմբեր, այսպես ասած մսուր խմբեր, որոնք նախատեսված են 1-ից 2 տարեկան երեխաների համար եւ կարծում եմ սա շատ ծնողների համար իրապես մեծ օգնություն է եւ ասեմ, որ գնալով մինչեւ 2030 թվականը մանկապարտեզների քանակը կավելանա եւ բոլոր մանկապարտեզները հնարավորություն կունենան պետության արդեն հովանավորությամբ, որովհետեւ գումարը սուբսիդավորում է պետությունը, այդպիսի մսուր խմբեր ունենալ, ինչը մեծապես կարծում եմ աշխատող ծնողներին կաջակցի։ Եկեք նորից անդրադառնանք շների կացարանին։ Ամեն դեպքում մասնակցային բյուջետավորումով այս ծրագիրը տապալվեց, ձախողվեց, բայց մնում է քաղաքապետարանի օրակարգում։ Ինչպես եք պահանջելու եւ հետեւողական լինելու, որ սա ավագանու նիստի օրակարգում քննարկվի, ընդգրկվի եւ ի վերջո հասնի այն հանգրվանին, ինչը պարտավորվածություն են վերցրել քաղաքի տեղական բյուջեով այս բոլոր խնդիրները լուծել։ Տեսեք, ավագանին ի սկզբանե ունի լիազորություն վերահսկելու գործընթացները, ունի լիազորություն առաջարկներ ներկայացնելու, բայց երբ որ դու ընդդիմադիր ավագանի ես, այսինքն ընդդիմադիր դաշտում ես հանդես գալիս, բնականաբար լիազորությունների շրջանակը շատ մեծ չէ, նկատի ունեմ բացի առաջարկներ ներկայացնելուց եւ վերահսկողություն սահմանելուց, այլ լիազորություն ուղղակի թիմ օրենքը չի նախատեսում։
Մենք նախորդ նիստի ընթացքում հարցը բարձրացրեցինք, որովհետև մեզ խոստացել էին, որ դեռ այդ նիստին պիտի շների ապաստանի նախագիծը ներկայացվի, սակայն չէին ներկայացրել եւ հիմա ասում են, որ մյուս նիստին անպայման կլինի, տեսնենք, եթե չլինի, ելի կփորձենք բարձրաձայնել, խոսել, պնդել, որպեսզի օր առաջ այդ հարցը լուծվի, որովհետև իսկապես բողոքները շատ են եւ արդեն անկառավարելի է դառնում։ Բայց ինչու եք մտածում, որ դուք եթե ընդդիմություն եք, ապա ձեր առաջարկները հնարավոր է մերժվել։ Ինչու եմ ես ասում, որովհետև քաղաքապետի տեղակալը, քաղաքապետի պարտականությունները կատարողավետի Սարաքելյանը մի դիտարկում եւ նկատեց, որ լավին լավ է ասվում, վատին վատ։ Նկատի ունենալով քաղաքացիական պայմանագիր խմբակցության դիտողությունները։ Ես իհարկե շատ լավ է, որ մեր դիտողությունները ընդունում են, որովհետև այդ դիտողությունները եսակենտրոն դիտողություններ չեն, դրանք իշահ մեր քաղաքի են, մեր քաղաքի բնակիչների եւ եթե կա այդպիսի ընկալում, ես միայն ուրախ կլինեմ, որ այդ դիտողությունները այսպես շատ սրերով չընդունեն եւ համարեն, որ այդ քննադատությունը տեղին է, բայց չգիտեմ, ոչ միշտ է այդպես լինում, ամեն դեպքում մենք տարբեր առաջարկներ ենք արել եւ առանձնապես այդ առաջարկները այսպես խանդավառությամբ կամ ոգևորությամբ չեն ընդունվել։ Այդ առաջարկներից մեկը կլինի նաև անվճար մանկապարտեզները։ Դե ամեն դեպքում առաջարկությունը ներկայացրել ենք, իրենք ասել են, որ այս փուլում չեն կարողանա դա անել, այսինքն մյուս տարի, երբ որ բյուջեն հաստատվի, մենք նաև առաջարկը այդ ժամանակ կներկայացնենք, երբ որ նոր բյուջեն արդեն այսպես ձևավորվի եւ այդ փաստաթուղթը արդեն հանձնվի, տեսնենք թե այդ ընթացքում ինչ տեղի կունենա, իդեպ երբ խոսում են կառավարություն ու քաղաքային իշխանության այս տարբերության մասին, ասեմ, որ Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում, որտեղ ԿՊ-ական համայնքապետեր են, այնտեղ մանկապարտեզները անվճար են։ Այսինքն դուք սա կապում եք միայն այն, որ ԿՊ-ական պիտի լինի համայնքապետը, որովհետեւ այդ մանկապարտեզները դառնան անվճար։ Տեսեք, ինչու չի կարող ոչ ԿՊ-ական համայնքապետը կարող է, իհարկե կարող է, եթե ունի համապատասխան կամք եւ ցանկություն, բնականաբար կարող է անել։ Հիմա էլ Գյումրու քաղաքային իշխանությունները հենց վաղը կարող են նախագիծ բերել եւ մանկապարտեզները անել անվճար, որևէ մեկը իրենց չի խանգարում։ Մենք միայն ուրախ կլինենք եւ ուրախ կլինենք, որ մեր առաջարկությունը կընդունվի, այսինքն այստեղ որևէ սահմանափակում չկա։ Ես ինչի եմ շեշտում ԿՊ-ական համայնքապետերին, որովհետև ես գործի բերումով Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր համայնքներում ամիսը գոնե մեկ անգամ լինում եմ եւ ես տեսնում եմ, թե այլ համայնքներում ինչ ահռելի շինարարական աշխատանքներ են իրականացվել, ինչպես են ենթակառուցվածքները զարգանում եւ ասածից հավաստիքը չեմ ուզում հեռու գնալ, հենց Շիրակի մարզում, օրինակ վերջին անգամ երբեք օրինակ Արթիկ համայնքում եղել, Ախուրյանում, Մարալիկում, որտեղ էական փոփոխություններ կան, բայց Գյումրիում ես այդ փոփոխությունները ցավոք սրտի չեմ տեսնում, որովհետև միայն կառավարությունը չի կարող այդ փոփոխությունները իրականացնել, որովհետև հստակ կան համայնքային լիազորություններ եւ հստակ կան աշխատանքներ, որոնք բացառապես համայնքապետարանի լիազորությունների դաշտում են եւ դա կառավարությունը չի կարող իրականացնել։ Համայնքապետի լիազորությունների շրջանակ ասելով, այսինքն նկատի ունենք, որ եթե անվճար լինեն մանկապարտեզները, սա ամբողջությամբ ֆինանսական բեռը ընկնում է համայնքի բյուջեին, այսինքն կառավարությունը սուբսիդավորում չի տալու։ Ոչ, սա բացառապես, տեսեք հիմա դուք քիչ առաջ թվեր բերեցիք եւ նաեւ շատ ասվում է, որ հարկային պարտավորությունները եւ այլն դրանք այսպես հավաքագրվում են, բավականին մեծ ցուցանիշներ կան եւ այլն, շատ լավ, եթե հարկերը հավաքվում են, մենք նաեւ հաշվարկ էինք ներկայացրել, եթե չեմ սխալվում, տարեկան 100 միլիոն դրամի մասին է խոսքը, որ մենք 23 մանկապարտեզ ունենք, որպեսզի երեխաների ծախսը փակվի, այնտեղ սովորում է, եթե ճիշտ եմ հիշում, 2500 երեխա եւ 8000 դրամ են վճարում, այսինքն այդ ծախսերը, այո, այդ ծախսերը փակելու համար մոտ մեր հաշվարկով 100 թե 110 միլիոն դրամ էր պետք եւ ես չեմ կարծում, որ դա շատ մեծ գումար է, բնականաբար համայնքի բյուջեն դա լիարժեք կարող է իրեն թույլ տալ։
Հանձնաժողովները նիստեր անում են ավագանում։ Այո, անում են բավականին ակտիվ, բուրըն, ճիշտ է, դրանք չեն լուսաբանվում, բայց հանձնաժողովի նիստեր տեղի են ունենում։ Հանձնաժողովի նիստերում ինչ որոշումներ են լինում, ինչ առաջարկություններ են քննարկում եւ որոնք են հասնում ավագանու նիստ։ Ճիշտն ասած, հանձնաժողովների մասով, չնայած դա երևի թե ես իրավական հարցերով հանձնաժողովում եմ, ճիշտն ասած ավագանու կանոնակարգում ես նախկինում էլ առաջարկել էի, որ այդ դրույթը փոխեն, օրինակ ազգային ժողովում ինչպես է, երբ որ հանձնաժողովը, գլխադասային հանձնաժողովը որևէ օրենքի նախագիծ չի հաստատում, ապա լիագումար նիստեր տվյալ նախագիծը չի մտնում, բայց մեր դեպքում, ավագանու դեպքում այդ օրենքը չի գործում, այդ կարգավորումը չի գործում, որովհետև հնարավոր է, որ հանձնաժողովի նիստում օրինակ տվյալ նախագիծը շատ ձայներ չհավաքի կամ հավանության չարժանանա, բայց ինքը այնուամենայնիվ գալիս է որպես նախագիծ արդեն ավագանու նիստերի։ Սուբվենցիոն ծրագրերի քննարկմանը եւ սուբվենցիոն առաջարկները ներկայացվում, ինչքան է քաղաքական ուժերի, հին քաղաքական ուժերի խմբակցությունների մասնակցությունը այդ ծրագրերի քննարկմանը, որովհետեւ սուբվենցիոն ծրագրերը քննարկում հանրային լսումների քննարկումներ են դրվում եւ այնինչ մենք ենք ֆիքսում լրագրողները, խմբակցություններից ներկայացուցիչներ չեն լինում, չեն մասնակցում։ Հիմնականում առաջարկությունները գրավոր ենք ներկայացնում, օրինակ սուբվենցիոն հիմնականում այս տարի էլ 21 փողոցի հիմնանորոգում է նախատեսված, մենք մի քանի, այսինքն բնակիչներ, որոնք մեզ դիմել են եւ ներկայացրել են, որ իրենց փողոցը վատթար վիճակում է, մենք գրավոր տեսքով այդ առաջարկները ներկայացնում ենք եւ կամ փողոցներ, որ նույնիսկ այն ժամանակ էլ ընդգրկվում են կամ որ չէ, դա արդեն որոշում է համայնքապետարանը։ Սուբվենցիոն ծրագրում էլի առաջարկներ կային, փաթեթումներ արված, ինչքանով են վստահելի այդ ծրագրերը եւ ինչքանով են հավանական, որ դրանք հաստատում կստանան արդեն գերատեսչական օղակներում, խոսքը օրինակ Ջերմակ հիվանդանոցի վերանորոգման մասին, արդյոք պետությունը այդպիսի բեռ կվերցնի, թե դա միմիայն համայնքի խնդիր կմնա։ Օրինակ ես այդ կամ սոցիալական բնակարանների շինարարություն։ Օրինակ ես դեմ եմ քվեարկել կոնկրետ Ջերմակ հիվանդանոցի հետ կապված, որ պետությունը նորոգի, ես այլ տարբերակ եմ առաջարկել, այլ առաջարկությամբ եմ հանդես եկել, տեսեք, պետք է տվյալ շինությունը հանձնել մասնավորին, այսինքն պիտի մրցույթ հայտարել կամ բաց հրավեր տեղադրել եւ մասնավորին հրավիրել, որպեսզի մասնավորը ներդրում անի։ Ես կարծում եմ, որ սխալ է, որպեսզի պետությունը այդչափ գումար ծախսի, ու սա այն դեպքում, երբ որ մեզ հստակ այդպես էլ չպատճառաբանվեց, թե հետո այդ շենքը ինչ են անելու։ Ինչի համար են ծառայեցնելու։ Ինչ կար, ներդրողը կար եւ պատրաստ էր ներդրումներ անել, որ այն դառնալ առողջապահական նորից նպատակին առողջապահական նշանակության։ Հիմա ասեմ, տեսեք քաղաքական որոշումների պատճառով անցախողվեց, թե տեսեք, նախ ամբողջ շենքի մասին խոսքը չէր գնում, ընդամենը 1-2 սենյակի մասին, եւ դա էր պատճառը, որ այսինքն ծրագիրը շատ այսպես հիպոթետիկ էր, ամբողջ հիվանդանոցի վերակառուցման մասին խոսք չէր գնում, ընդամենը մի քանի հիվանդասենյակի եւ դա այդ տեսանկյունից նպատակահարմար չէր ամբողջ շենքը այդպես թողնել եւ ընդամենը 1-2 սենյակ վերանորոգել, այսինքն այն, որ պնդում են, որ այդտեղ պետք է հիվանդանոց կառուցվեր, այդ պնդումը իրականությանը չի համապատասխանում, ելի եմ նշում, ընդամենը 1-2 սենյակ վերանորոգելու եւ որոշակի բժշկական ծառայություններ մատուցելու մասին էր։ Իսկ դա կարելի է գնալ ուղղակի որևէ տարածք վարձակալել եւ այդ ծառայությունները իրականացնել, այսինքն այդ շենքը դրա համար օգտագործելը նպատակահարմար չէ։ Փողոցաշինությունից մի փոքր ոնց որ քիչ անդրադարձանք Անի թաղամասի ամենալայնածավալ ծրագրին են սպասում Անի թաղամասի բնակիչները մոտ 24 փողոցի, եթե չեմ սխալվում, մասին է խոսքը, պլյուս նրբանցքները Բզեպը կսկսի այս ծրագիրը, ինչու եմ ասում, ինչքանով եք դուք տեղեկացված կամ ինչ տեղեկատվությունն եք այս ամբողջ ծրագրի ընթացքի մասին, որովհետև պարոն Առաքելյանը անկեղծ եղավ, ասեց, որ 26 թվականին երևի չհասցնենք շինմրցույթը դեռ լինելու է, արդյունքները 6 ամիս հետո են հայտնի դառնալու, 6 ամիս հետո արդեն Գյումրիում շինարարություն սկսելու եղանակ ու պայման չէ։
Պետք է արձանագրենք, որ այո, աշխատանքները մի քիչ դանդաղեցին, բայց դա կախված էր նաև վիոլաջերի եւ հայերուս գազարտի հետ, որովհետեւ այնտեղ նաև աշխատանքներ կար, որը պետք է իրականացվեր։ Միգուցե չեմ կարող ասել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառով այդ աշխատանքները եւս դանդաղեցին, միգուցե հնարավոր էր ավելի արագ անել, ինչը չստացվեց, բայց հիմա եկել հասել ենք այն փուլին, որ նախագծման աշխատանքները արդեն ավարտել են եւ սա կարելի է որպես հաղթանակ արձանագրել, այսինքն առյուծի բաժինը, այսպես ասած, այո, իրականացվել է, ավարտվել է, այո, կմնա, որ արդեն մրցույթ հայտարարվի, հայտնվի շինարար եւ արդեն անցնեն աշխատանքների հիմնական մասի կատարմանը, երբ որ արդեն տենդեր հայտարարվի եւ արդեն շահող կազմակերպություն հայտնվի, կարծում եմ շատ արագ շինարարական աշխատանքները կմոտենան ավարտին ու վերջապես մեր քաղաքի բնակիչները կկարողանան փոշուց, ցեխից ազատվել եւ ավելի բարեկեցիկ պայմաններում իրենց կյանքը այսպես պատկերացնել կազմակերպել։ Ավարտենք նախընտրական Հայաստանի մասին զրույցով եւ քաղաքական դաշտում այնինչ կատարվում է։ Ներկուսակցական քարոզարշավներին մասնակցում եք եւ դրանք ավարտվեցին։ Տեսեք, մեզ մոտ վաղը ընտրություններ են, ամսի 27-ին եւ 28-ին ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլն է, որտեղ արդեն 50 տեխնացուների այսպես ձայներն են վերաբաշխվելու։ Ես անկեղծ ասած շատ ինֆորմացիա այդ մասով ձեզ չեմ կարող ասել, քանի որ ես տեխնացու եմ եւ մեր ընտրական կարգի համաձայն ես այս դեպքում որևէ քարոզչական բնույթի հայտարարություն կամ խոսույթ ներկայացնելու իրավունք չունեմ, որովհետեւ մեր ընտրական կարգի համաձայն մենք կարող ենք դա անել միայն սոցիալական ցանցի մեր էջերում հրապարակային, բայց կարող եմ ասել, որ ընտրությունները վաղն են ու մյուս օրը եւ արդեն վերջնական կամփոփվեն արդյունքները, բայց եթե ձեզ ընդհանուր ողջ process-ը հետաքրքիր է, կարող ենք մի օր այլ առիթով հանդիպել եւ արդեն հետին թվով խոսել այս գործընթացների մասին։ Այսինքն ձեր կուսակցությունը Հայաստան ներմուծեց այն ինչ տեղի ունեցավ Գյումրիի ընտրություններում պրայմերիզը եւ հիմա էլ ներմուծում ենք ներկուսակցական ընտրություններ, այսինքն այնինչ վաղը տեղի ունենալու այդ ցուցակով է գնալու դուք ընտրության եւ դա լինելու է հիմնական տեխնացուների ցուցակը քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Թերևս այո, բայց իհարկե մեր ցուցակը բնականաբար 50 հոգուց կազմված չի լինելու, շատ ավելի մեծ ցուցակ է լինելու, բայց այո, մենք ներմուծել ենք մեկ համակարգ, որը կարծում եմ շատ ժողովրդավար է, որ մեր կուսակցության ներկայացուցիչները այս կամ այն պաշտոնին հավակնելու պարագայում պիտի ընտրվեն հենց մեր կուսակցականների կողմից, այսինքն կամ պատվիրակներ, ընտրիչներ, այսպես ասած, ովքեր ընտրում են եւ վստահում են քեզ, որպեսզի դու վաղը այս կամ այն պաշտոնում քեզ ներկայացնես եւ դրսեւորես։ Այսինքն այդ որոշումները մեկ անձով պայմանավորված չեն իրականացվում, այսպես ծանոթ բարեկամով չեն իրականացվում, դու որովհետեւ ցանկացած մարդ ով զբաղվում է քաղաքական գործունեությամբ, ինքը պիտի լինի հանրային բնականաբար եւ այդ հանրային գործունեության արդյունքում քո կուսակից ընկերները քեզ գնահատում են, դու արդյոք քո պարտականությունները լավ ես կատարել, վատ ես կատարել եւ ըստ այդմ արդեն դու կարողանում ես որոշակի տեղ զբաղեցնել։ Այսինքն կարևորվում է թե ցուցակի 50 տեղերը ովքեր են զբաղեցնելու։ Իրականում այո, կարևոր է թե ովքեր են, որովհետև 50 հոգին արդեն ընտրված են եւ հիմա այդ 50 հոգու մեջ տեղի է ունենում էլի մրցակցություն արդեն հստակ տեղերը որոշելու այո համար։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Տեսանկյան հյուրներ Գյումրիի Ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը։